Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կայացան, մի փոքր ուշացավ իմ տեսանյութը, բայց կարևոր այս տեսանյութը կա ու ես կխոսեմ այն հանդիպումների մասին, որոնք տեղի ունեցան այդ midweek-ում, հա։ Բավարիա Մադրիդի Ռեալ հանդիպումը եղավ, Sporting Arsenal նույն օրը եւ հաջորդ օրն արդեն Atletico Barcelona, հերթականությունը ճիշտ չեմ ասում, ու Paris Saint-Germain Liverpool։ Երեք տարբեր տեսակի հանդիպումներ մենք տեսանք Sporting Arsenal-ի մասին ցավում եմ Arsenal-ի երկրպագուներ, բայց չեմ խոսելու, որովհետև ինչ եղավ այնտեղ, որ ես խոսեմ, բայց այ մյուս 3 հանդիպումների մասին իհարկե պետք է խոսենք, որովհետև շատ բան տեղի ունեցավ ու քննարկելու շատ դրվագներ էլ համենայն դեպս եղան։ Ինչ եմ ես ցանկանում, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Instagram-ում, Telegram-ում, որտեղ մենք պարբերաբար աճում ենք, մեր լսարանը մեծանում է, ու ես նաև խորհուրդ եմ տալիս ձեզ այցելել Futbolist սպորտային խանութ, որտեղ կարող եք ձեռք բերել ձեր սիրելի թիմերի մարզաշապիկներ ամենաբարձր որակի, այնպես որ Մաշտոցի 7 դրոփինգ այցելեք ու դարձեք ֆուտբոլային աշխարհի մի մասը։ Քննարկենք Չեմպիոնների լիգան մի փոքր ուշացումով, բայց կարծում եմ սա նաև ավելի լավ տեսանյութ կարող է լինել, որտեվ սթափ ուղեղով ենք հիմա դատում տեղի ունեցածին։ Քննարկենք Չեմպիոնների լիգան։ Եվ առաջարկում եմ դասակարգենք հանդիպումները ու ըստ դրա խոսենք ամենավորակյալից ամենաքիչ որակյալը, իհարկե հանում ենք Sporting Arsenal խաղը ոչ թե անորակության առումով, այլ ուղղակի այնտեղ բան էլ տեղի չունեցավ, վերջին րոպեին Կայ Հավերցը դարձավ գոլի հեղինակ, սկզբում Sporting-ը ինչքանով որ հասցրել եմ հետևել, ակտիվ էր, գրոհում էր, բայց հետո արդեն Arsenal-ը վերցրեց խաղն իր ձեռքը ու նաև շատ պահեր ստեղծեց, որը չկարողացավ իրացնել։ Arsenal-ը երևի թե դուրս կգա արդեն կիսաեզրափակիչ, որովհետև պատասխան հանդիպումը տանն է Լոնդոնում ու Arsenal-ը այնտեղ միշտ ավելի մեծ ագրեսիվությամբ է խաղում, վստահ եմ, որ այն պահերը, որոնք չկարողացավ Arsenal-ը իրացնել առաջին խաղում, համենայն դեպս ավելի լավ կիրացնի պատասխան հանդիպան շրջանակում։ Եվ իմ կարծիքով ամենավորակյալ հանդիպումը, որը մենք դիտեցինք երեքշաբթի ու չորեքշաբթի երեկոներին, դա Մադրիդի Ռեալ Մյունխենի Բավարիա հանդիպումն էր։ Ես իրականում շատ եմ սպասում այս խաղին, որովհետև Բավարիան առաջին անգամ երևի թե այս մրցաշրջանում լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում, քանզի մրցակիցը Մադրիդի Ռեալն է ու ամենաճիշտ պահն է ցույց տալու թե ինչի է ընդունակ Մյունխենի Բավարիան, որովհետև խոսակցությունները շատ են, որ Բավարիան, գիտեք, շատ ուժեղ թիմ է, շատ արդյունավետ թիմ է, Վենսան Կոմպանին հիասքանչ մարզիչ է ու տենց պարադոքսային արտահայտություններ էլ կան, որ բայց դե Բունդեսլիգայում են իրանք խաղում, հա, իրանք այնտեղ 15 տուր առաջ արդեն որոշում են, որ իրենք են չեմպիոնները միավորների առավելությամբ։ Բունդեսլիգայի մակարդակը իհարկե Պրեմիեր լիգա չէ եւ այնտեղ պետք է ավելին ցույց տալ, հա, հատկապես եվրոպական ասպարեզում պետք է շատ ավելին ցույց տալ ու Բավարիան նույնիսկ դա է անում այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում, բայց քանզի տենց Բարսելոնա, Մադրիդի Ռեալ կամ չգիտեմ, այս պայդրությամբ գուցե Լիվերպուլ, Paris Saint-Germain թիմերի դեմ չի խաղացել, դա ոչ մեկի ուշադրության կենտրոնում եւ սենց ասեմ, առաջնահերթություն խոսելու չի եղել։ Ու հենց այս հանդիպումը հենց դրա մասին էր, որովհետև Մադրիդի Ռեալը, որը հակասական կարծիքներ առաջացնող ֆուտբոլ է խաղում, ու այդ հակասական կարծիքները առաջանում են շատ հետաքրքիր է, որ այն պահից, երբ հայտացուցակ վերադարձավ ու մեկնարկային կազմ վերադարձավ Կիլիան Մբապեն, որովհետև նախորդ ամիս ես արդեն խոսել եմ սրա մասին նախորդ տեսանյութում, ավարտված ամսում Մադրիդի Ռեալը շատ լավ էլ հանդես էր գալիս, շատ հասկանալի խաղային մոդուլով էր խաղում ու հաղթանակներ էր, որ տոնում էր Չեմպիոնների լիգայում էլ շատ զարհուրելի տեսք ուներ, որովհետև Ալվարո Արբելոան միացրել էր Կարլո Անչելոտիի խաղաոճը, ասենք ասենք, ու որը նաև եղավ Բավարիայի դեմ խաղում։ Ես սպասում էի, որ Մյունխենի Բավարիան ավելի համակարգված է լինելու, որ Մյունխենի Բավարիան ավելի շատ է տիրելու գնդակին, որքան էլ մեզ չեմ ուզում ասեմ խափեին, բայց այլ ոչ թե հույս տային, որ Մադրիդի Ռեալը կարող է հավասարի դեմ խաղալ, երբ խոսքը գնում է համակարգային ֆուտբոլի մասին, կարծում եմ մեկնարկային 20-25 րոպեները արդեն ցույց տվեցին, որ Բավարիան որպես թիմ ավելի պատրաստ է այս խաղին։
ու Բավարիան սկզբից էլ ճնշեց, Բավարիան միանգամից վերցրեց գնդակը, սկսեց ստեղծել պահեր, շատ ֆիզիկականի վրա էր աշխատում Բավարիան, օթային պայքարները, որտեղ իրանք բավականին լավն են, հաճախակի երկրորդ հարկում հաղթում էին Տան եւ Ուպամեկանոն, նաև Պավլովիչը, Ստանիսիչը, մի խոսքով ֆիզիկական պայքարում Մյունխենի Բավարիան առնվազն չզիջեց Մադրիդի Ռեալին ընդհանուր խաղում, իսկ մեկնարկային 20 րոպեների ընթացքում ընդհանրապես գերակշռում էր խաղադաշտում։ Բայց Մյունխենի Բավարիայի մոտ կար ռեալիզացիայի խնդիր, պահերը ստեղծվում էին, բայց վերջին հարվածը կամ շեղ էր ստացվում, կամ չէր ստացվում ընդհանրապես, հատկանշական է Ուպամեկանոյի դրվագը, որտեղ նա մսխեց պահը որպես այդպեսին, Քեյնը ուղակի դրեց նրա դիմաց գնդակը, բայց Ուպամեկանոն նույնիսկ չկարողացավ պահանջվող ուժ գործադրել, որպեսզի գնդակին հարվածի, այն էլ հայտնվի դարպասում ու հեռացրեցին այն։ Պարբերաբար Մյունխենի Բավարիան հանգստացավ, Մյունխենի Բավարիան տպավորություն էր, որ զգաց, որ այո, մենք հեսա այս ֆուտբոլով իրանց կորսանք, ու Մադրիդի Ռեալը սկսեց իր ակտիվ գրողները, ու Մադրիդի Ռեալը եւս ստեղծեց պահեր, շատ ավելի վտանգավոր պահեր որպես այդպեսին, քան Մյունխենի Բավարիան։ Բայց աստղերը դասավորվել են այնպես, ընկերներ, որ Մյունխենի Բավարիայի դարպասապահ Մանուել Նոյերը պետք է Սանտիագո Բեռնաբեում իր կյանքի խաղերից մեկը խաղալ, ու այն, որ Մադրիդի Ռեալը այս խաղը պարտվեց 1-2, այլ ոչ թե հաղթեց 4 կամ 5-2, դա իհարկե ունի մեկ պատասխան, ինչու է այդպես, դա Մանուել Նոյերն է։ Մանուել Նոյերը, որը ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց, Մանուել Նոյերը, որը ցույց տվեց, որ ինքը գուցե հիմա աշխարհում չէ, եթե երկարաժամկետով նայես, բայց պատմության առումով նույն ժամկետի մասին, երբ որ խոսենք, Մանուել Նոյերը իմ համար առնվազն լավագույնն է պատմության մեջ։ Թող ինձ ների, ես գրել եմ իմ Telegram-յան ալիքում, իմ սիրելի Ջիջի Բուֆոնը, մի շարք ասպետ կոչվող դարպասապաներ, հա, Չեխ, Կասիլիաս, դե շատ դարպասապաներ կան, մի խոսքով բոլորին չնշեմ, Կուրտուա եւ այլն, բայց Մանուել Նոյերը իհարկե, չգիտեմ, ինչ-որ տարբերվող տեսակ է, իր վստահությունը, իր սառնասրտությունը, ես նաեւ տղաների մեր չաթում գրեցի, հենց բանն էր գնում Չեմպիոնների լիգայի օրներքը Բավարիայի կազմում ընդհանրապես մեկ հոգի էր, որ ոչ ճնշվել էր Սանտիագո Բեռնաբեուից, դա դեմքի արտահայտությունից զգացվում էր, ոչ էլ այն, որ հիմա բարդ 90 րոպեներ են սպասվում։ Այդ ֆուտբոլիստը Մանուել Նոյերն էր։ Ու այդ ամբողջ խաղը ինքը սառնասիրտ աշխատեց ու լիքը դրվագներում փրկեց Մյունխենի Բավարիային։ Առաջին խաղակեսում 1-0 Բավարիան հաղթում էր, որովհետև այն մոդուլը, որով գործում էր Բավարիան, ու շատ լավ էր պատրաստվել իհարկե Վենսան Կոմպանին ու ծափարություններ իհարկե բելգիացուն, որովհետև նա ցույց տվեց, որ ինքը պատրաստակամ է խաղալ խիզախ ֆուտբոլ Մադրիդի Ռեալում, հենց Ռեալի դեմ։ Ու առաջին խաղակեսում շատ ավելի ուժեղ թիմ էր Մյունխենի Բավարիան, քան Մադրիդի Ռեալը։ Խփած գոլը եկավ կոմբինացիոն խաղից, Չուամենին իրականում այս հանդիպումը շատ վատ անցկացրեց, նստեց դեղինի վրա ու փաստացի բաց է թողնելու պատասխան խաղը, հիմա ինչպես է Արբելոան փակելու այդ բացը ոչ մեկ չգիտի, չգիտեմ Սեբալիոսը պատրաստ է խաղալու թե ոչ, Պիտար չգուցե խաղահենակետային կամ Կամավինգան կարա դուրս գա խաղադաշտ, բայց Կամավինգան այս մարզավիճակում իհարկե ավելի շատ խնդիր է լինելու Ռեալի համար, քան լուծում։ Մի խոսքով, առաջին խաղակեսում պահերով կոմբինացիոն պահերով ավելի լավն էր Բավարիան, որոնցից մեկն ավարտվեց գոլով, գնաբրին գեղեցիկ թողեց Լուիս Դիասին գնդակը, նա էլ մենակ հայտնվեց ու դարձավ գոլեղինակ։ Ընդհանուր այդ իրավիճակը տապալեց Մադրիդի Ռեալը, այդ դրվագը տապալեց, ֆուտբոլիստները իրենց դիրքերում չէին, ուշացան դրվագներում ու հայտնվեցին ծանր իրավիճակում 1-0։ Ու ինչ է ես սպասում առաջին խաղակեսի ավարտից հետո, այն որ նախ կփոխարինվի, ես հուսаю, որ կփոխարինվի Կարերասը, որովհետև Կարերասը Օլիսեի դեմ ոչ մի կերպ չէր կարողանում, Օլիսեն շատ հանգիստ կարողանում էր խաղալ իսպանացու դեմ ու շատ հանգիստ էլ անցնում էր լիքը մենապայքարներում։ Ու ես հենց այդ փոփոխությանն էի սպասում Ալվարո Կարերասի, որ ինչ որ ձև կմիջամտի Ալվարո Արբելոան ու գոնե ձախ եզրում ինչ որ ակտիվություն կմտցնի։ Մեկը Ֆրան Գարսիան կարծում եմ շատ ավելի լավ հանդես կգար կամ Կարերասը։ Բայց որպես այդպեսին ոչ մի փոփոխություն չկատարեց բանը Արբելոան ֆուտբոլիստների առումով։ Իսկ խաղաոճի առումով Արբելոան փոփոխություն կատարեց։ Ինքը գնաց հանդերձարան, սեղմեց Կարլո Անչելոտի մոտ կոճակը ինձ թվում է ու ասեց առաջարկում ենք ֆուտբոլ Բավարիային, թույլ ենք տալիս նրան գրոհել, ուղղակի մենք պետք է
ավելի շատ նրանցից գրոհենք ու իրացնենք մեր պահերը։ Ու Ռեալը տենց էլ դուրս եկավ խաղադաշտ։ Երկրորդ խաղակեսը շատ վատ դասավորվեց իրականում, որովհետև ցույց տվեց երկրորդ գոլից հետո խաղը, որ Arbeloan ճիշտ էր ու պետք էր այդպես խաղալ Մյունխենի Բավարիայի հետ։ Բայց հենց այդ 48-րդ րոպեին կամ 47-րդ րոպեին կրկին հենակետային գոտին չաշխատեց ու Հարի Քեյնը այնտեղ միայնակ հայտնվեց, իսկ նման իրավիճակներում քիչ է լինում, որ Հարի Քեյնը վրիպում է։ 2-0 ու իրականում Հարի Քեյնը առաջին խաղակեսում տպավորություն էր թողնում, որ ինքը եւս լարված է, որովհետեւ բոլորը նաեւ խոսում են այդ մասին, որ Քեյնը այսքան գոլ է խփում, Քեյնը աշխարհում լավագույնն է։ Հələ թող տեսնենք նման թիմերի դեմ ինչ է կարողանում անել։ Ու առաջին խաղակեսում ինչ որ լարվածություն ես նկատում էի Քեյնի մոտ, բայց երկրորդում այդ խփած գոլը ամբողջությամբ հանգստացրեց նրան ու ցույց տվեց, որ այո, Քեյնը նաեւ մեծ խաղերում է ուշադրության կենտրոնում 2-0 Ռեալը շատ ծանր իրավիճակում է հայտնվում ու արդեն ոչ մի ճար չի լինում կան գնալ բաց թողածը վերադարձնելու համար Ռեալը ստեղծեց պահեր բայց Նոյերը անկասելի էր իրականում Նոյերը ուղակի փայլ ուներ ինքը արժանիորեն ստացավ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բայց Ռեալը ի վերջո այդ լիքը պահերը որ կարողացավ ստեղծել մեկն իրացրեց, բայց փաստն այն է, որ ուղակի ֆիզիկայի շնորհիվ գնդակը հայտնվեց դարպասում, որովհետև մի փոքր տրայեկտորիան, որ ընկավ գնդակը դարպասաձողից հետո, շեղվեց դեպի դարպասը, դրա համար հայտնվեց։ Ու Նոյերը որպես այդպեսին էր այդ հարվածը եւս փրկել էր։ Բայց դա բավարար չէր Ռեալին։ Ես չեմ պատրաստվում խոսել մրցավարական որոշումներից կոնկրետ այս խաղում, որովհետև եթե շատ խորը քննարկենք, այո, Ջոնաթան Տան արժանի էր կարմիր քարտի։ Իրոք արժանի էր կարմիր քարտի, որովհետև եթե նայում ենք մրցավարական որոշումների ներքին առաջնություններում ու Չեմպիոնների լիգայում, օրինակ ներքին առաջնությունում Անտոնի Գորդոնը խախտեց կանոններն այդպես Վիրջիլ Վան Դեյկի հետ պայքարում ու ստացավ կարմիր քարտ։ Ինչու այդ նույն իրավիճակում չկա կարմիր քարտ Ջոնաթան Տային։ Հարց է, որի պատասխանը չկա։ Կամ ինչպես կարելի է չհամարել, որ Մայքլ Օլիսեի նկատմամբ Կարերասը խախտեց կանոնները։ Ու բացի նրանից, որ կար հարված ոտքին, կա նա նաև թիկունքով բառացիորեն հրեց Մայքլ Օլիսեին, բայց ինչ որ զարմանալի պատճառներով Մայքլ Օլիվերը չտեսավ այդտեղ ոչ մի խախտում։ Մի խոսքով դրանք չեմ ուզում քննարկել, դուք արդեն հասկացաք իմ կարծիքը, դուք լսեցիք այն, բայց ես իրականում վայելեցի Ռեալ Բավարիա հանդիպումը, որովհետև այնտեղ շատ էին պահեր, այնտեղ հարձակվողական ֆուտբոլ էր, այնտեղ դու տեսնում էիր մարզիչների միտքը խաղադաշտում, ու ես անհամբեր սպասում եմ պատասխան խաղին։ Ռեալին լինելու է անչափ բարդ։ Ես Իմ Telegram-ին ալիքում գրեցի PSG-ի հաղթանակից հետո, որ կարծում եմ, որ ֆուտբոլային աստվածներն անարդար կլիներ մեն նկատմամբ, եթե Ռեալ ներողություն Բավարիա PSG հանդիպումը մենք չտեսնենք կիսաեզրափակչում, որովհետև եթե նայում ենք դիմակայության առաջին խաղերով եւ Բավարիան եւ PSG-ն ավելի սենց ոչ թե արժանի ֆուտբոլ ցույց տվեցին, այլ իրանց կիսաեզրափակչում տեսնելը կլինի ել ավելի հետաքրքիր, որովհետև օբյեկտիվորեն իրանց համակարգն աշխատում է, ուրենք շատ ուժեղ թիմեր են։ Ռեալը պետք է ճղվի մեջտեղից, որպեսզի կարողանա հաղթել Ալյանս Արենայում, որովհետև այն աջակցությունը, որը ստացավ Ռեալը Սանտիագո Բեռնաբեում, տեսան Բավարիայի երկրպագուները, ու իրանք էլ նույն ձև աջակցելու են իրենց սիրելի թիմին արդեն Գերմանիայում։ Շատ հետաքրքիր է, որովհետև որպես այդպեսին մի գնդակի տարբերություն կա, իսկ Ռեալն այն թիմն է, որը կարող է ամեն ինչ շրջել այնպես, որ բոլորը զարմանանք, բայց կոնկրետ համակարգային առումով Բավարիային գոլ խփելը իրոք շատ բարդ է։ Երկրորդ հանդիպումը, որի մասին ես ցանկանում եմ խոսել, դա Բարսելոնա-Մադրիդի Ատլետիկո դիմակայության առաջին խաղն էր։ Ու այստեղ արդեն գալիս են հարցեր, որը չգիտեմ, որի պատասխանները տենց հստակ չենք էլ ստանում։ Բարսելոնան ու Ատլետիկոն այս մրցաշրջանում միմյանց դեմ արդեն 4 անգամ խաղացել են, եթե չեմ սխալվում, սա 5-րդն է կամ ես սխալվում եմ գուցե։ Չէ, 5-րդ խաղն է այս մրցաշրջանում, որտեղ գավաթում էին միմյանց հետ հանդիպել։ 5-րդ խաղն էր այս թիմերի միջև 20-26 մրցաշրջանում ու բոլորիս համար մի փոքր արդեն ձանձրալի էր դառնում, որովհետև այս մրցաշրջանում քանի հանդիպում, որ մենք տեսել ենք այդ հանդիպումներն ընդհանրեն նույն սցենարով, Բարսան ավելի շատ է գրոհում, Բարսան իր պայերը ստեղծում է, Բարսան իր պայերը չի իրացնում ու Ատլետիկոն հիմնականում պաշտպանվելով ավելի լավ է իրացնում այն պայերը, որոնք ինքը ստեղծում է։ Ինքը սակավաթիվ պայեր է ստեղծում, բայց ինքը արդյունավետ է օգտագործում այդ ամենը։
ու խաղի մոդուլը չփոխվեց։ Իմ մոդուլ շատ եմ օգտագործում այսօր։ Ոչ մի բան չէր փոխվել, մենք լրիվ նույն բանը տեսանք։ Ատլետիկոն հաղթեց 2-0 հաշվով, հաղթեց երկու սակավաթիվ ստեղծած բայերից գոլ խփելով ու որպես այդպիսին, եթե նայում ենք խաղին ընդհանուր, Ատլետիկոն արժանի էր հաղթանակի, որովհետև հաղթողներին չեն դատում, կապ չունի, թե ինչպես է հաղթում, վերջում հիշում են միայն հաղթանակը։ Բայց այն ինչ տեղի ունեցավ խաղի ընթացքում, ես դա եմ ուզում քննարկել 2-3 պահ, որոնք ինձ մոտ հարցեր առաջացրեցին, ու առաջինը ավելի շատ ոչ թե հարց առաջին դրվագով, այլ մի փոքր ջղայնություն ու հուսահատություն Պաու Կուբարսիի կարմիր քարտի մասին է խոսքը։ Ատլետիկոն պարբերաբար փնտրում էր էլի այդ նույն ազատ տարածությունները, որոնք Բարսելոնան ստեղծում էր պաշտպանների թիկունքում։ Ատլետիկոն կրկին ցույց տվեց, որ ինքը խաղալու է երկրորդ համարով, խաղալու է հակագրոհներով ու այդ արագացումները, որ կատարվում են մրցակցի թիկունք, հիմնական զենքն են Ատլետիկոյի համար։ Բայց Բարսան դա իմանալով շատ բան թույլ տվեց Ատլետիկոյին այս խաղում։ Ու այդ դրվագներից մեկում, երբ Ջուլիանո Սիմեոնեն դուրս է գալիս մեն-մենակ, Պաու Կուբարսին հերթական անգամ անմիտ է գործում, ինչը բնորոշ է վերջին տարիներին Բարսելոնայի ֆուտբոլիստի կողմից։ Կուբարսին խախտում է խաղի կանոնները, սկզբում ցույց է տալիս Կովաչը դեղին քարտ, իսկ հետո արդեն վառը միջամտում է ու որոշումը փոխվում է։ Պաու Կուբարսին հեռացվում է խաղադաշտից։ Կրկին անգամ համոզվում ենք, որ Բարսայի ֆուտբոլիստները շատ են լարվում նման իրավիճակներում ու իրանց մտքում այնքան կա կարևորությունը գոլ բաց չթողնելու, որ իրանք գոլ բաց թողնելու փոխարեն գնում են ավելի վատ որոշման։ Ինչպես երկու մրցաշրջան առաջ, եթե չեմ սխալվում, երկու մրցաշրջան առաջ Ռոնալդ Արաուխոն ստացավ կարմիր քարտ հենց քառորդ եզրափակչում նույն իրավիճակի համար, ու շատերը նրան քննադատեցին, թե ինչու նա ուղղակի թույլ չտվեց, որպեսզի Բարկոլյան գոլ խփի, որովհետև խաղը դեռ առջևում էր։ Նույն բանը կարող ենք ասել Պաու Կուբարսիի մասին։ Ինչու գնալ խախտման առաջին խաղակեսի միջնամասում, հա թող Ջուլիանո Սիմեոնեն գոլ խփի։ Նախ ընդեղ երևաց, որ Ջուլիանո Սիմեոնեն ընդհանուր չէր տիրապետում գնդակին։ Գնդակը անցավ Սիմեոնեի թիկունքով, բայց խախտումը կար, քաշեց, ոտքին էլ հարված ստացավ, ու դա կարմիր քարտ է։ Ինչու թույլ չտալ դրվագը շարունակվի, եթե թեկուզ դու գոլ ես բաց թողնում 11-11-ի դեմ, դու գիտես, որ որակապես ավելի լավն ես, քան Ատլետիկուն, ու ոնց է չլինի ճնշումը կբերի իր արդյունքը։ Կուբարսին խախտում է կանոնները, ստանում է կարմիր քարտ, ու Բարսելոնան հերթական անգամ Չեմպիոնների լիգայում հայտնվում է շատ բարդ իրավիճակում։ Բարսայի գրողները լավն էին, չմտածեք, որ ես ասում եմ, որ Բարսան վատ խաղաց։ Նույնիսկ 10 հոգով Բարսելոնան շատ ավելի լավն էր, քան Մադրիդի Ատլետիկոն։ Պահ կար, որ Ատլետիկոն խաղում էր ուղղակի զզվելի ֆուտբոլ։ Այն որ մենակ պաշտպանվել, գնդակը ստանում են, հեռացնում են, ու դա ոչ թե 80-80+ րոպեներին, այլ 50-րդ րոպեին, 47-րդ րոպեին, ոնց չէր կարելի ուղղակի նայել Ատլետիկոյին այդ ժամանակ։ Բարսան ստեղծեց պահեր, Ռեշֆորդը շատ ակտիվ էր, իր մոտ էլ կային պահեր, բայց երբ որ ես ասում եմ, որ Ռեշֆորդով շատ երկար չես գնա, երբ որ Ռեշֆորդը օրինակ Լեգանեսին կամ Էլչեին կամ իմ այդ ուրիշ թիմի Մալյորկային գոլ էր խփում, ասում էին, տես Գևորգ ջան, բայց դու ասում էիր, որ Ռեշֆորդով առաջ չես գնա, բայց ինքը հիմա ամենաարդյունավետներից է, ամենաակտիվներից է, նման խաղերում է, որ Բարսելոնայում խաղալու արժանապատվությունը դու պետքա ցույց տաս, ոչ թե արժանապատվությունը, այլ արժանի լինելը պետքա ցույց տաս։ Ռեշֆորդը ունեցավ պահեր, որտեղ կարող էր օգնել թիմին, ոչ մի բանում նա խելամիտ չգործեց։ Կային դրվագներ, որտեղ եթե լիներ Ռաֆինյան, այդ դրվագներից առնվազն մեկը կավարտվեր գոլով։ Բայց Ռեշֆորդը չկարողացավ։ Լևանդովսկին էլ շատ բան չկարողացավ անել։ Շատ ակտիվ էր Յամալը, ինքը փորձում էր, ինքը տանջվում էր, խաղավերջում ընդհանրապես միշտ խաղն իր վրա էր վերցնում, փորձում էր բոլորին անցնել, մի դրվագում համարյա ստացվում էր, բայց վերջին պաշտպանը հեռացրեց գնդակը, ու այդ ջանքերը բերեցին Ատլետիկոյի հակագրողներին, Սիմեոնեն կատարեց ճիշտ փոփոխություններ, բերեց խաղադաշտ դուրս բերեց իր ջոկերին, Սորլոտին Բարսելոնայի դեմ, ու Սորլոտը կրկին դարձավ գոլի հեղինակ։ 2-0, որտեղ կարելի է մեղադրել միայն ու միայն Բարսելոնային, որովհետև Բարսելոնայի ֆուտբոլիստը, որը քանդեց ամեն ինչ, դա Պաու Կուբարսին էր։ Չսովորեց Բարսելոնան իր սխալներից, ու դա շատ ցավոտ է։ Այն երկու դրվագները, ոչ թե երկրորդը մի դրվագի մասին չէ, բայց Կոկեն իմ կարծիքով ուներ բոլոր հնարավորությունները ստանալու երկրորդ դեղին քարտը ու հեռացվեր խաղադաշտից, որովհետև
կոկեն դեղին ստանալուց հետո շատ կոշտեր գործում ֆուտբոլիստների հետ, ինքը երկու դրվագում հնարավոր վտանգավոր գրող կասեցրեց, որոնցից գոնե մեկը պետք է դեղին քարտի լիներ, բայց Կովաչը, եթե չեմ սխալվում, Կովաչը ներեց կոկեին, Կովաչը պահեց կոկեին խաղադաշտում։ Իսկ երկրորդ դրվագը, որը ինձ զայրացնում է, դա երբ Մուսոն փոխանցում է չեմ հիշի պաշտպանի ազգանունը։ Մուսոն փոխանցում է, որպեսի գրո դարպասից սկսի։ Պաշտպանը կանգնեցնում է ձեռքով գնդակը ու նոր է սկսում։ Ու դա զայրույթի ալիք է առաջացնում Camp Nou-ում։ Ու ինձ մոտ դա էլ առաջացրեց, որովհետև երբ որ ես տղաների հետ չաթում խոսում էի, Վահագը ասում է, որ օրենքով դա խախտում է, բայց մրցավարի հայեցողությամբ 11 մետրանոց չնշանակվեց, որովհետև մրցավարը ասեց ու եղել է նման դեպք, որ մրցավարն ասել է, որ ես չեմ պատրաստվում նման կարևոր խաղում նման հիմար 11 մետրանոց նշանակել։ Այսինքն, եթե կան խաղերի կարևորություններ, ըստ դրա էլ փոխվում է մրցավարի հայեցողությունը, որովհետև նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Աստոն Վիլան նման նույն իրավիճակի համար բաց թողեց գոլ 11 մետրանոցից։ Թայրոն Մինքսն էլ, եթե չեմ սխալվում, հեռացվեց խաղադաշտից։ Նույն բանը Էմիլիանո Մարտինեսը սկսեց, Թայրոն Մինքսը ձեռքով կասեցրեց ու դա բերեց 11 մետրանոցի ու խաղադաշտից հեռացման։ Ինչու նույն բանը չաշխատեց նաև այստեղ։ Ուզում եմ հասկանալ, եթե խաղում են Ատլետիկոն ու Բարսելոնան, ապա դա խախտում չէ, եթե խաղում է օրինակ Աստոն Վիլան Շտուրմ Գրասի հետ, դա խախտում է։ Եթե կա օրենք, օրենքը այդ բոլորի համար է։ Եթե կա օրենք, չկա մրցավարական հայեցողություն X դրվագներում, եթե կա մրցավարական հայեցողություն, ուրեմն եկեք հանենք օրենքը, որովհետև շատ բաներ մրցավարը կարող է խախտում չտեսնել, բայց դա օրենքով իհարկե խախտում է։ Բարսան ինքն իրեն գցեց կրակը ու հիմա Մետրոպոլիտանոյում պետք է անի առավելագույնը, որպեսզի այս երկու գնդակի տարբերությունը վերականգնի։ Ատլետիկոն այնտեղ պատրաստված է գնալու։ Ատլետիկոն պատրաստ է լինելու միջև մահը պաշտպանվել։ Իսկ այդ երկշերտ, եռաշերտ, չգիտեմ, պաշտպանությանը ինչպես է հաղթարելու Բարսան, դա հարց է։ Պլյուս դրան իրանք պետքա գնան ամբողջ ուժերով առաջ, չմոռանալով պաշտպանության մասին, որովհետև Ատլետիկոն վստահ եմ 1-2 դրվագ հակագրողներից առնվազն կստեղծի։ Հետաքրքիր է, իսպանական երկու գրանդ թիմերը մոտ են դուրս մնալու Չեմպիոնների լիգայից։ Ատլետիկոն, որը Իսպանիա առաջնությունում արդեն պայքարը թողել է, ավելի պատրաստ է Չեմպիոնների լիգային։ Հետաքրքիր սցենար է լինում։ Եվ վերջին հանդիպումը, որի մասին ես ուզում եմ խոսել ու ոչ այդքան շատ, դա Paris Saint-Germain Liverpool խաղն է, որտեղ Paris Saint-Germain-ը հաղթեց 2-0 հաշվով։ Ստեղ իրականում շատ բան էլ չկա ասելու ընկերներ, որովհետև դիմակայության մեկնարկից առաջ էլ թիմերը ոնց մոտենում էին այս խաղին, արդեն իսկ պարզ էր ելքը։ PSG-ն շատ ավելի լավն է, PSG-ն շատ ավելի ուժեղ է, ինքը որպես համակարգ երևի թե աշխարհում լավագույնն է Բավարիայի հետ միասին, ու ինքը կարելի է մտցնել Արսենալին նաև, բայց եթե նայում ենք խաղին, ապա տոտալ դոմինացիա PSG-ի կողմից, անատամ ֆուտբոլ Լիվերպուլի կողմից, Արնե Սլոտի մտածածը չաշխատեց ընդհանրապես, Սլոտը գնաց մարտավարական սխեմայի փոփոխության, խաղացին 3-4-3, որտեղ հարձակման գծում Սոբոսլայ, Վիրց ու Էկիտիկը էր, իսկ Կերկեզն ու Ֆրիմպոնգը կատարում էին լատերալների պարտականություններ։ Դա տապալվեց կոնկրետ, որովհետև շեշտը դրված էր անատական պրեսինգի վրա, որը չէր ստացվում, դիրքային պաշտպանությունը չէր ստացվում, եզրերը միշտ ազատ էին Paris Saint-Germain-ի մոտ, ու PSG-ն ուղղակի ոչնչացրեց Լիվերպուլին։ Հերթական անգամ Լիվերպուլը ցույց տվեց շատ անփառունակ ֆուտբոլ, այն որ արդեն զայրանալու էլ չի, հիասթափված վիճակ այս մրցաշրջանից, բայց սենց ասեմ, Լիվերպուլը պետքա գոհ լինի, որ ինքը պարտվել է ընդամենը 0-2 հաշվով ու ինչ որ փոքրիկ անցք թողել է PSG-ն անգլիական թիմին, հույս ունենալու, որ իրան կարողա դուրս գան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Միայն պետքա գովալ Paris Saint-Germain-ին, իրանք շատ արագաշարժ ֆուտբոլիստներ ունեն, իրանք ֆիզիկական մենապայքարներում միշտ հաղթում են այդ արագության հաշվին, իրանց կրեատիվը, կիսապաշտպանությունը ուղղակի փառահեղ է, Վիտինյան ու Ժուաու Նևեշը, եզրերը խելացի վինգերներ են, Դեմբելեն այս ամեն ինչի պարագլուխն է, ճիշտ է խաղը այդքան էլ չստացվեց ֆրանսիացու մոտ, ու Լուիս Էնրիկեն շարունակում է պահպանել Paris Saint-Germain-ին որպես աշխարհի լավագույն թիմերից մեկը ու Չեմպիոնների լիգայի հիմնական ֆավորիտներից մեկը, որովհետև PSG-ն
կիսաեզրափակչում Ռեալի կամ Բավարիայի դեմ, ես վստահեցնում եմ ձեզ PSG-ն ավելի լավ թիմ է։ Մենք արժանի ենք տեսնելու PSG Բավարիա սուպեր հանդիպումը, երկու մասից բաղկացած այդ սուպեր դիմակայությունը, որտեղ չգիտես թե ոնց է ամեն ինչ ընթանալու, ով է լինելու խաղի հերոսը, թե անհատական առումով, թե թիմային առումով։ Լիվերպուլը ուղղակի պետք է ավարտի այս մրցաշրջանը, ինքը պրոստը պետք է ձգտի, որ խաղա Չեմպիոնների լիգայում գալիք մրցաշրջանում, իսկ գնալով ես ավելի քիչ եմ հավատում, որ Արնե Սլոտը մնալու է Լիվերպուլում ավարտից հետո մրցաշրջանի։ Գնում է Սալահը, որը այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում, երբ Սլոտը կատարեց քառակի փոփոխություն ու այդ 4-ից ոչ մեկը Մոհամեդ Սալահը չէր, արդեն պարզ էր թե ինչքան վատ մարզավիճակում է Սալահը ու ինչքան մեծ վստահություն է կորցրել այդ ամեն ինչից։ Գնում է նաև Ռոբերտսոնը, Լիվերպուլում կլոպյան սիստեմայից մնացին երկու ֆուտբոլիստ, դա Վիրջիլ Վան Դեյքն ու Ալիսոն Բեկերն են, որոնք էլ երկար չեն մնա Լիվերպուլում, այնպես որ ամբողջական սերնդափոխությանը մնացին 1-2 ֆուտբոլիստ։ Նրանցից հետո արդեն լինելու է Լիվերպուլի նոր էրան, թե ոնց կգրվի այդ էրան կախված է միայն Լիվերպուլից, բայց ես կարծում եմ, որ Արնե Սլոտը չպետք է մնա, որովհետև ինքը առաջնային կորցրել է երկրպագուների աջակցությունը։ Ինքը մամուլի ասուլիսի ժամանակ ասեց, որ ինչքան էլ զարմանալի ես զգում եմ երկրպագուների աջակցությունը, դա պաթոս է, դա ուղղակի, չգիտեմ, անհասկանալի միտք է, որովհետև միայն կույրն է, որ չի տեսնում, թե ինչպես են քննադատում բանը Արնե Սլոտին Լիվերպուլի երկրպագուները։ Ամեն ինչ ակնհայտ է։ Գուցե ղեկավարությունը, սեփականատերերը աջակցություն հայտնում են, դա կարող եմ ընդունել, որովհետև չկա ինֆորմացիա ստույգ, բայց երկրպագուների քննադատությունները չեն խոսում աջակցության մասին։ Լիվերպուլը հայտնվել է շատ ծանր իրավիճակում ու Լիվերպուլը չի շարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում, որքան էլ էմոցիայի հաշվին փորձի Էնֆիլդում ինչ-որ բան անել։ Որակապես Լիվերպուլը ուժեղ չի PSG-ից։ Ու ճիշտ էլ չի լինի, որ Լիվերպուլը դուրս գա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Պատասխան խաղերից հետո եւս կլինի տեսանյութ ու կխոսենք արդեն ավելի մանրամասն, իսկ այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր, կհանդիպենք։